Բարելույս քույրեր, շնորհակալ ենք սեթա մեզի ասպես ավոր հյուրընկալեցիր եւ այսօր մենք պիտի շարունակենք մեր լերանքարոզը Մատթեոս 5-րդ գլխուն 31-րդ եւ 33-րդ համարներում պիտի նայենք։ Եվ ինչպես անցյալին ասի, մենք քանի որ դարքով դսերդենք, գիտեք սուպիրկը բաֆեի չի նմանիր։ Բաֆե ուդելու երթակն է, մանդորին երթանք սեվենք թե ուզածդ կարներ, ուզած չես արներ։ Չէ, ասի ճաշը չես սիրել, չես արներ։ Բայց սուպիրկը բաֆե չէ։ Ամեն բան որ հոնթրված է, մենք ամեն բան պետք է որ սերդենք, եւ քանի որ շարքով գնենք որ այսօրվա մեր նյութը շատ հաճելի նյութ չէ, որ չենք ուզել խոսել այսօր մասին, բայց եւ այնպես 31-րդ եւ 33-րդ համարները եթե մեզի մեր քույրիկները գարտան, պիտի հասկանանք, որ ինչ ասել է Հաջիս եթե գարտակ Մատթեոս 5:31 եւ 32։ Իրավս վեցա, ով Իրգինը գարցագի, դու անոր արձակման ուղտը դա։ Բայց ես ցեզի գսեմ, ով որ Իրգինը արձագի, առանց բորոնգության պատճառի, ինք պատճառ գլա անոր շնություն ընելուն, եւ ով որ այն արձակված է առնել շնություն գործը։ Շնորհակալ եմ։ Ինչպես ասի հաջելի նույն չէ։ Եվ չեմ կարծեր, որ ներգայիս ընտանիք մգա որ չի աստված, ամուսնալուծումի, դիվորսի դժվարություն են։ Այսինքն եթե ամիջական ընտանիքիդ մեջը չէ, քույր եղբայր է, կազն է, ծանոթ է, շրջանակի մեջ է եւ երթալեն ավելի կպատահի գոր։ Ամուսնությունն իրականության մեջ աստուծո խաղապարներ։ Եվ ասի գերտա մինչև սուկիկին առաջին քիթը ծննդոց, եւ որ Աստված ատամը ստեղծեց, անգեց յետքը ծննդոցի երկու 18 դեսեք որ Աստված ինչ կսե Աստծո խոսքը շնորհակալ եմ Բարտաճիս։ Եվ դեր Աստվածը սավ աղեք չէ որ ատամ մինագլա անոր օգնական մընեմ իրեն համար։ Շնորհակալ եմ անոր օգնական մընեմ իրեն հարմար։ Եվ անգեց յետքը աս օգնական որ Եվաներ եւ եկավ ատամինքով 24-րդ համարն ընկլխուն եթե գարտաս անոր համար այրը պիտի ցկե իր հայրը ու իր մայրը եւ իր գնոջ պիտի հարի ու մեկ մարմին պիտի ելան։ Շնորհակալ եմ։ Այսինքն դղամը երբ որ գամուստանա իր ընտանիքը պիտի ցկե ոչ թե պիտի լքե, պիտի այսինքն չի հարաբերի ոչ, բայց իր առաջին հարաբերությունը իր գնկան հետ պիտի լա։ Եվ նմանապես նույն խաղապարը Սաղմոս 45:10-ի մեջ կտեսնենք։ Աղջիկ լսե ու դես երկու ադամ չծրե, որցիր ու ժողովուրդը ու հորը տոնը։ Շնորհակալ եմ։ Թե գնգան գսե, թե մարդուն գսե, այսինքն որ ամուսնություն գլա, ասիգաշակ անկագդելի գապմն է, դեր եւ դգինի միջև։ Եվ գիտեք ամուսնությունը այս թարուս կներկայացվի որպես թե ամուսնանամ եւ happily ever after կաղապարը գա, որ ես այլևս հավիդյան ուրախ պիտի ապրիմ, ամեն իմ փապակներս պիտի կատարվի, իմ երազանքներս պիտի իրականանա, աս կաղապարը գա։ Ասիգա չէ Աստծո ծրագիրը։ Աստվածանոր համար հարմար օգնական ասավ, ինչու քանի որ մեկը նույնիսկ շատ տարբեր է։ Հիմա մեզ ամուսնացած ենք, պատկերացուցեք, եթե ծեր ամուսինները ողջ չեն կամ են, գրնակ հիշել, որ որքան տարբեր եք ծեր գողագիցներ են, չէ։ Մեկը դակարուն, մեկը բաղարուն, մեկը շատախոս, մեկը սագավախոս, մեկը արակաշարժ, մեկը թանթաղաշարժ։ Եվ ասի է որ միշտ clash կստեղծե, որով չենք համացայնի, ուզենք որ դիմացինը մեզի բեսը լա եւ հոսը որ կսկսի խնդրումը։ Բայց Աստվածալ ամուսնությունը որպես դպրոց մըրավ, որ մենք ադոր մեջը ըլլալով սորվինք։ Եվ ասիգա lifelong, permanent, այսինքն մշտական հարաբերություն մներ Աստծո նպատակի մեջը։ Դժբախտաբար, բայց այսօր սկզբունքը խախտած է։ Շատ խախտած է։ Եվ Աստված երկուստեք պատվեր տվավ, որ եր եւ դիգին իրար հարին։ Արդեն իսկ առաջին զույգը անգումի ենթարկվեցավ։ Առաջին զույգը անգախ որոշում արավ Եվան։ Ելավ գերավ ամուսինին տվավ։ Եվ ինչ եղավ անգեց հետո ծննդոց 3:16 وبالوجع تلدين أولادا وإلى رجلك يكون اشتياقك وهو يسود عليك. Այո, Աստվածը սավ որ Եվային քու հողության ցավեր պիտի շատցնեմ եւ քու երգանդ հնազանդ լաս։ Ուրիշ թարգմանություն մգսե որ քու փապակդ երգանդ լա, այսինքն
Մենք գիներս կսիրենք մենք կառավարել։ Ճիշտ եմ։ Ձուր նստենք շիլակ խոսին։ Մենք կսիրենք կառավարել։ Աստված առաջին օրեն եւ այն ասա որ դու մի չի կառավարես, դու մի ենթարկվես։ Արդեն հարցողը սկսավ։ Ճիշտ եմ քույրեր։ Հարցողը սկսի։ Թե Աթամ եւ թե Եվա երկուքն ալ Աստծո պատվերը քիտնալով աննազանդ եղան։ Աննազանդ եղան եւ ասոր համար առաջին օրեն ամուսնության դժվարությունը սկսավ, որովհետեւ մենք գաբրինք մեղավոր աշխարհի մեջ։ Մենք իդեալաբաշտ աշխարհի մեջ չենք գաբրի, որ ամեն բան կատարյալ է։ Ամեն օր մարկակետիներ կանան չեն, ամեն օր արևոտ է, գաբույթ երկինք կա, խաղաղություն կա, անակ օրեր կան։ Ինչպես որ մեր կյանքը եղանակներ ունի, այսինքն գլիման եղանակներ ունի, մեր կյանքերն ալ թե մեր ընտանեկան, թե ամուսնության եղանակներ ունի։ Ծմրան օրեր կան, քարնան օրեր կան եւ այլն։ Ներկայիս սակայն ամուսնության գաղափարը շատ փոխված է։ Երիտասարդները այսօր չեն ամուսնանալ, որ կնկատեք որ երթալեն դարիքներ կմեծնան, ինչու չեն ուզել բարդականության դակնտեն։ Հետո atkan 4 կողմերների դիվորս կա, որ գվախնան որ ամուսնանալու։ Կստենք որ ինչու գլուխս աս բանին դագը մտցնեմ եւ աս դժվարության հանդիպիմ։ Գամալ գուշացնեն որ ամուսնանալը 40-ը գանցնին, 50-ը գանցնին, գուզեն որ իրենց ասպարեզը բեղավորել, այսինքն մանավանդ աղջիկները գուզեն career woman լալ, այսինքն դերմա հասնել, եթե բժիշկ է, պաստապան է, սխալպամն չի գա, բայց ադի առաջնահերթ կլագոր եւ ամուսնությունը գեհդացվի կամ գուշանագոր։ Գամալ դժբախտաբար միասին գաբրին որ առանց ամուսնանալու։ Որքան նորմալ գլագոր, նորմալ է։ Նորմալ չէ, բայց նորմալ գլագոր։ Ուրեմն ասիկա իրականություն մնե քույրեր, որ ամենը սա ցևով մը գտի մակրավենք, որ ուզենք չուզենք։ Ինչպես էսի սուպիրկը բաֆե չէ, աստու չենք խոսիվ, կոկինդակը դհրենք։ Իրաբաշ պետք է ելան, մենք աս դժվարությունների մեջ այսօր գաբրինք, որ եւ մենք պետք է աղոթենք մեր երիտասարդներին համար, մեր թորնիկներուն համար, քանի որ անոնք հիմա երեխա են, 10 տարի վերջը աշխարհին վիճակը ինչ պիտի Աստված գիտե։ Այո, մենք անցուցիկ, մեր զավակներն դա գտնալալ անցուցին որոշ չափով, բայց թորնիկները Աստված աս չար աշխարհի մեջ բահե։ Այս բոլորը ցույց կտա, որ մենք մեղավոր աշխարհի մեջ կաբրինք եւ սատանան իր առաջին թարգեթն է, թիրախն է հոգեվոր ամուսնությունները մանավանդ։ Եւ ասայա լսեմ, որ հոգեվոր ամուսնություն է, կամ ոչ հոգեվորը երկուքն նույն չափ ենթարկված են աստիվորսի գաղափարին։ Փրկվածներու մեջ ագլագոր, նույնիսկ հոգեվոր առաջնորդներու մեջ, հովիվներու մեջ, ամբարոյականություն եւ ֆորմատնե Աստված հերուն է։ Եվ այնպեսի ցևով գահարցակի սատանան սկիզբը շատ նորմալ գծեցնե։ Հետո երբ որ մեջը գինաս Աստված ողորմի։ Հիսուսի օրով երկու տեսանկյուն կար։ Ամուսնության նկատմամբ։ Փարիսեցիները անորամար Հիսուսը սավ իրավ ըսվեցավ, թե ով որ իր գինը գարցագե, անոր արցակման թողտա։ Արցակը ինչ կնշանակե։ Ցկե, քագե, թուրսանե, ղրգե։ Արցակման թուղթ, այսինքն legal paperwork, օրինավոր փաստաթուղթ մտա, որ ինչպես որ երկու անձերու միջև ուխտ մգլա եւ ադիգա գարավարության արչեւ եկեղեցի արչեւ դստորակրվի եւ փաստաթուղթ կա, ադիգա գետաս եւ քագես, ադորալ փաստաթուղթ պետք է որբեսի քագվի։ Եվ ներգայիս Ամերիկայի մեջ կոնե ամուսնություններուն 42%-ը դիվորս է։ Ընդհանուր աշխարհի մեջ դեռևս 50%-ն է։ Երկուքին մեկը ամուսնության դիվորս է։ Եվ գսվի որ ամեն 36 երկվարգյան, 36 րոպե, երկվարգյան, second, մեկ ամուսնություն կքագվի։ Օրական 2400 ամուսնություն կքագվի։ Պատկերացուցեք։ Մենք հիմա մեր հայ քաղաքին մեջ գրնալար atkan չենք գան օրել գա։ Բայց օդարներու մեջ շատ ավելի it's rampant կսեն անգլերենով, այսինքն գլուխ առաջ կացած է։ Երկրորդ օրինաց 24 առաջին գլուխը, առաջին համարը մեգումը չի դեպի գարձեմ, նեկտար եթե փանաս աթամբարն ագուզեմ որ կարտա։ Երկրորդ օրինաց 24:1 Deuteronomy 24:1, քանի որ հոսալ 5 դագարանի մեջը Մովսեսի օրով մեկ իրավունք մգար, արիթ մգար, որ արցակվիլը օքեյ էր։ Եվ ադոր վրա է որ երկու
միտք եկավ փարիսեցիներու մեջ հաջիս կարգը առաջի 24:1 24:1 երկրորդ օրինաց 24:1 Եթե մեկը գինը առնե ու ամուսնանա եւ անոր վրա անարգություն բան մկտնելու համար անիգայի աչքին հաջողելա այն adен անոր արձակման թուղթը թող գրե ու անոր ցերկը դա եւ իր դունեն ջամփե նայեցեք ասիգա Մովսեսի օրով է, հա 4000 տարի առաջ է այն adեն նույնիսկ դիվորսը գար արձակման թուղթ գսեգոր ինչ գտնեն է անարգություն անգլերեն indecency գսեգոր այսինքն անարգությունը գրնա սերային անարգությունը լալ գրնալալ որ խոշին չի կարայլևս սերը գբաքսի ուրիշ կին մգդեսնի ավելի լավ ավելի գսիրե գրնացկել այսինքն աս խաղապարը հрьяները Հիսուսի օրով երկու տասագարկ եղած էին փարիսեցիները գար հիլել մտածելագեր բգար որ գսեր որ եթե գինը փիլավինդագը այրեց գրնասիրեն դիվորսներ խոշիտ չեկավ կան բայց անտին ուրիշ տասագարկ մգար շամայ անունով որոնք կսեն ոչ միան եթե սերային սխալ ընթացքն եղավ sexual immorality ադբարակային իրավասություն կա ուրեմն քանի որ փարիսեցիները բաժնված էին աս երկու շամայ եւ հիլալ թբրոցներու հավատամքին մեջը Հիսուսի եկան եւ հարցակնեցին իրեն եւ աս հարցակնումը մենք կտեսնենք Մատթեոս 19-րդ գլխում մեջը նայեցեք երրորդ համարին մեջը ինչ կսե նեկտակույր Փարիսեցիները անոր մոդենալով զանիգա փորձեցին ու հարցուցին արժան է որ մարդը իր գինը արձակե ամեն բաճարի հավասիկ չէ որ հիլալը գսե որ փիլավ այրեց ցոքե թողերթա ուրիշ գին մտչիգա գրնանիգա քեզի համով փիլավ եփել օգինը դքեղե արցագեիրեն օգինը շատ փարսը բխնդավոր արցագեիրեն աստեսակ այսին քրեհիկ շատ անգարևոր նյութերո համար բաճարապանություն գնային անոր համար եկան Հիսուսի yani անգյուն պիտի տնեն զողակը պիտի ցկեն բայց Հիսուս 6-րդ համարը ինչ գրե ըսավ նեկտարկույր Ուսիալ երկուք չեն հաբա մեկ մարմին ուրեմն զայն որ Աստված միավորեց մարդուժզադե շատ հստակ զայն որ Աստված միավորեց մարդ թող չզադե բայց իրենք կսկսան շարունակել թեր անգյուն պիտի Հիսուսի 8-րդ համարը ինչսին կամ 7-րդ համարը գարտա 7 գարտա Ասին իրեն հաբա ինչու Մովսես բադվիրեց արձակման տուղտալ եւ արձակել Հիսուս ըսավ անոնց Մովսես ծեր սրդերու գարձության համար ցեզի հրաման տվավ իներնիտ արձակել բայց սկիզբեն այնպես չէր չէ որ իրենք 5 տակարանը լավ գիտեն աս երկրորդ օրինաց 24-րդ գլխում գալով չէ որ ասին Մովսես իրավունք տվավ արձակման տուղտալ հիմա դու ինչ կսես Հիսուս ասա որ Մովսես ծեր սրդին գարձրությանը համար այսինքն դիվորսը հրահանգը չէ command-ը չէ որ ինչպես ուրիշ տեղ մգսե շնորհություն միներ ըսպանություն միներ կողություն միներ դա սպատվիրանքներն են ասում չէ Հիսուս չսավ դիվորսը ռեք հրաման մաչարցագեց բայց ծևով մը բզիկ պատոհան մը փածավ քանի որ գրնալ արիտներ կա ադեններ կա որ ասիգա իրավացի պատճառ մնե եւ հոսե որ ասքաղապարը ուտա աստծո նպատակը ըստ եզակորձությունն իվեր ամուսնությունը permanent դեվական է դեր եւ դիգինի միջև անոր համար գսե ան որ Աստված միավորեց մարդ թող չզադե եւ ասիգա ամուսնության բոլոր արարողությունները ադե կգարտացվի չէ ուր որը լա կգարտացվի եւ ասիգա 31-րդ համարը Մատթեոս 5:31-ը իրավ լսերեք որ սվեցավը այսինքն սերունդ ցեզի անցած ուսուցմունքն է որ Հիսուս հոստերը կբացատրե բայց ես ցեզի գսեմ Մատթեոս 5:32 հաջիստ եթե նորեն գարտաս մարի Բայց ես ցեզի գսեմ ով որ իր գինը արձակե առանց բոնգության բաժարի ինք բաժար գլա անոր շնություն ունենի եւ ով որ այն արձակված է առնե շնություն ունի շնորհակալ եմ Հիսուս ուրեմն հոս հիլելին հետ պիտի համացայնի շամային հետ պիտի համացայնի որ մեկ խումբին հետ պիտի համացայնի չէ որ փարիսեցիները իրեն զուգակցելու եկած են ցևով մը Հիսուս շամային հետ կհամացայնի որ եթե բորնողություն կա այսինքն եթե ամուսնացած զույգ մգա եւ զույգերն ովևէ մեկը ուրիշ հարաբերության մեջ կմտնե այն adեն իրավասությունը կա որ այդ անձը որուն եղավ աս դժբախտությունը գրնա արձակել ուրեմն
նոր ծևով մը արիթմը գա հոստեղը Չարց ուրեմ ամփարոյականությունը պատճառները մեկն է, որ մեկը դիվորսի իրավացի կդարձնի, արձակման թուղթ կրնա ստանալ, եւ իրավացի եւ անգեց հետ կգրնա ամուսնանալ։ Քանի որ եթե մեկը իր գինը արձակեց առանց պատճառի, արկինը դիտեցան օրեն ամուսնանա։ Ինչ ըրած կլա, շնություն ըրած կլա գսեգոր։ Եթե առանց թուղթի կնաց։ Երկրորդ մեկ պատճառը, որ գրնար ամուսնությունը կագվին, ելից 21 10 եւ 11 համարներու մեջ կտեսնենք։ Եթե իրեն ուրիշ գին առնի, անոն ուտելիքը, անտերցը, վերցավորությունը, դիդի չի բդր։ Այ, ուրեմն 3 պատճառ ուտելիք, հանդերձ, մերձավորություն։ Գային մարդիկ, որ իրենց գնգան հոգ չեն դանիր։ Անգարով, այսինքն աննգատ կթողուն։ Իրեն ֆիզիկական պետքերը, գիտեք, այնադին գիները չէին աշխատեր։ Ուրեմն ինչ պիտելա գինը մեջտեղ պիտի մնա, եթե ամուսինը հոգ չի տանի, մերձավորություն չի գա, հակուստ չի գա, ուտելիք չի գա։ Դարձյալ առաջին գործընթացից 7-10 դիմարի եթե գարտաս Այո, գինը այրն չի զատվի, եթե ներողություն, եթե աս բոլոր գլուխը գարտակ, ասի գխոսի, երբ որ զույգ մը ամուսնանա։ Ամուսնանալեն հետո զույգերը մեկը գավ աշխարհը, Աստծո գթարնա։ It's okay։ Մտի գերեք ինձի։ Զույգ մը ամուսնանա, ամուսնանալեն յետք զույգերը մեկը գավ աշխարհը։ Եվ մյուսը գսե որ տուն ապաշխարեցի, ես եւ տուն այլևս մի մտքի վրա չեն կծկե իրեն։ Ասոր իրավունք կտա։ Ուրեմն լքել գլագոր, ուրեմն ամփարոյականություն, լքել, abandonment եւ abuse-ի բարականալ կա։ Abuse այսինքն շարաշահել, physical abuse կա, ձեձել կա, ըսպառնալ կա, at բարակային ադգինը չի գրնալ, at վախի մեջը եւ at բանի մեջը ապրիլ։ Ուրեմն աս բարականերուն է որ Հիսուս արիցը ուտապատ չսեր որ ըրեք։ Մագան գիներ որ եթե ամուսինը ուրիշ կրգայդ կացած է դոգացած են, լրած են, գրած են և հարցը փոխված է, գանալ որ չեն լրած։ Ամեն մեկ բարակա մեկ մյուսին չի նմանիր։ Այսինքն շատ նուրբ հարց մնե և ես ոչ մեկ ցևով authority մնեմ, այսինքն հեղինակություն մնեմ աստուտը խոսելու, բայց ինչ որ հետազոտեցի research-երի սուպիրքեն դարբեր աղբյուրները Կովկովի պերելով ուզեցի ցեզի պատկեր մտալ, որ ինչ է բացատրությունը այս համարներուն։ Գիտեք Հիսուսի օրով մարդիկն էին, որ դիվորսը գնահատերն էին։ Գինը խոսքալ չուներ։ Գիները երկրորդ փասագակի արարգաներ գնկատվեին, անցիկ էին։ Մանավանդ որ եկամուտի աղբյուր չունեն։ Հիմա բայց փոխված է, հիմա գիները ողջունել են։ Գինը աշխատի, գինը ամուսինն ավելի տրամ գշահի, լեզուն ագերգնա եւ այդպեսով ոտքի գելե եւ թշպախտաբար այս երկիրներում մեջ Հյուսային Ամերիկայի մեջ կառավարությունը գնդան ողջունը։ Ճիշտ է։ Անոր օկտագար լալու, անոր յուտաբես օգնելու եւ ամուսինին վրայալ ադբարացանք կա, որովհետեւ էլիմոնի գա երեխաներ բստիկեն։ Եվ անշուշտ մենք գիտենք որ դիվորսը շատ ցավ է։ Ճիշտ է։ Շատ ցավ է։ Գիտեք սուկիրքի օրով նույնիսկ Հիսուսի օրով նույնիսկ as դիվորսի կաղապարը գար գիտեք ինչ օրինակ մգա ճիշտ Հիսուսի ադեն մեկը գաբրել որ եւ as դիվորսը հանդիմանեց եւ իր գլուխը կլխատվեցավ որում մասին կխոսեմ գիտեք կլխատվեցավ Հովանես Մգրդիչ բրավո դիգին մարի Հովանես Մգրդիչ քանի որ Հերովդես թագավորը իր եղբորը գնգան հետ էր Եվ իրեն գահանտիմաներ գսեր, որ արժան չի ասիգա որթուն արնես։ Անալ մեկ համպերեց, երկու համպերեց, տուն ով ես, որ ինձի ուղղություն միտաս, տուն ով եղար, ես թակավոր եմ, ինչպես տուն գահամարցագիս ինձի ուղղություն դալու, և գիտենք պատմությունը ինչպես, երբ որ Հերովդեսի ծննդյան օրը Հերովդիային աղջիկը բարեց, խոշին եկավ, ինչ կուզես ասավ, ինչ չարամիտ, անակնամորը հարցու, մաման ալսա, որ Հովանես Մգրդիչի գլուխ կուզեմ։ Ինչու, քանի որ Հովանես Մգրդիչ մադը երգարեց եւ ըսավ թակավորին ըրածը ծխալ է։
Ուրեմն կտեսնեք ինչպես այն օրով նույնիսկ ասիկա 20-րդ 21-րդ դարու խնդրումը չէ հինենի վրա ասիկա քանի որ մարդու սիրտը չար է մարդու սիրտը միշտ անգլերեն ասեն the grass is greener on the other side խոդը տրացի խոդը միշտ ավելի կանաչ է իմ խոդս չոր է տրացի կանաչ է չէ՞ ես ցանցրացա ասկինես այլևս խոշիշ չի կարող ուրեմն ելեմ նայեմ դուրս ով կա աչքս պատացնեմ մանավանդ այս օրերում որ օֆիսներում մեջ կաշխատին գինը աղվոր հակված գուքա քաղցր գխոսի մարդը դուն բիդերտա իր գինը մազերը դքեղ է դուն դեր իրարանցած է իրեն պետք եղած կարևորությունը չի դար անշուշտ այդ մարդուն սիրտը դուրսը ուրիշին պիտի դառնա սո աս պատճառներով դիվորսները շատ են եւ գիտեք քույրեր հոս կարևոր նույթ մգա շատ կարևոր հավատարմություն ինչպես անգլերեն ասեն till death do us part մինչև իմա հավատարիմ մնալ թե հիվանդության թե առողջության թե աղքատության թե հարստության թե չկավորության թե ունևորության բայց այսօր ով է այսօր կարևորություն տվողը եւ երթալեն հավատարմությունը կբացի գոր եւ անալ ինչպես մեկը մյուսին նայելով եւ ասիգա գիտեք երբեք չխորինք որ եթե ամզույթ մշատ իրարու հետ հաշտ են ուրախ են անոնք միշտ անակ պիտի մնան սատանան ինչպես կհարցակի քույրեր ինչպես կհարցակի չենք գիտեր ադոր համար մենք որ մեր դարիքը արած ենք մենք մեր ամուսնությունները քալեցուցած ենք եւ կքալեցնենք մեր զավակներուն համար պիտի աղոթենք մեր թորնիկներուն համար պիտի աղոթենք որովհետեւ անոնք միշտ հավատարիմ մնան իրարու եւ ինչպես քիչ առաջ սուկիրք երբեք բադվերջի դվավ որ դիվորս կրեք բայց արիթմը դվավ բորնողության բարակային կամ լքումի բարակային abandonment պատկերացրեք որ 4 տարեկան երեխամը ծնող կինս է որ ես երբ կրնամ իմ մարմինս ջարակայթի ենթարկել երբ ես կրնամ X-ray մաքենաներում դակ բարգել մայրի հայրը բիցեմ որ դու օքեյ ես ինչ կորձունից X-ray դակ բարգելու անշուշտ ոչ մի դասեն իրեն բայց աստված հերուն է եթե այդ 4 տարեկան երեխան stage 4 cancer է անշուշտ X-ray մեքենային դակ բարգի այնը ծնողքը բիցեմ որ այո դղաս կնաբարգիր նույնն է բարական ամուսնության Տուն ովև մեկ ամուսնացած զույգի մեջ չես ասել որ դիվորսի մասին կմտածես կոր ոչ ադորամար թշպախտապար այսօր շատեր կա որ գիտեք անգլերեն prenup կսեն գիտեք prenup-ին չսել է չամուսնացած ամեն մեկը իր նյութականը մեկը միսեն զադե թուղթ կստորակրե in case divorce լանքն է մեր ծրամները մեկը միսի չխարնի եթե տուն արդեն ամուսնության գմտնաս կոր այդ միտքով ասի ինչ տեսակ հավատարմություն եղավ տեսնեք որ ասփոլոր սևերը կան այս օրերում եւ ինչպես ասիկա դքերը դուք ունեք քույրեր չենք սիրել խոսիլ բայց իրականությունն է եւ մենք պետք է քիդագից լանք որովհետեւ աղոթենք եւ ուշադրություն տանք մեր զավակներուն եւ մեր թորիկներուն Հիսուս կսե թե դուք եթեմի բացությունը գիտեք եթեմի բարդեզի բացությունը գիտեք ան որ Աստված միավորեց մարդ թող չզադե Այս ամուր գաբը դեր եւ դիգինի միջև գարելի չէ առանց ցավի խզել։ Երբ որ խզումը լա, երբ որ divorce-ը լա, գիտեք արդյունքները ինչ են՝ նյութական վնաս, անպայման, սկացական, հոգեգան, ֆիզիկական, ընտանեկան բաժանում։ Այսինքն մեկը չի շահիր։ Շահող party չի գա, երբ որ խզում գլա։ Եվ ինչպես 32-րդ համարը որ գարտացինք, այս divorce-ի բարական թեթև նյութը չէ, convenience մնալ չէ, հարմարությունը։ Այսինքն ասին edem ուրիշ առնեմ, նոր էջ դարձնեմ, ոչ, շատ լուրջ նյութ է եւ Հիսուս ցևով մգիները կբաշխեն։ Հաջիս եթե գուզես մեկ հատ ակարծա մարի 32-րդ համարը։ Բայց ես ցեզի գսներ, ով որ իրգինը արցակե Առանց բորոնգության բաժարի, ինք բաժար գլա անոր շնություն ընելու եւ ով որ այն արցակված առնի շնություն գտի։ Շնորհակալ եմ։ Հիսուս ցևով մագիներուն support կլա, որքան որ ինչպես էսի այն դե մարտներ որ գցիկեր գինա։ Գիներուն գբաշխանե գոր եւ Հիսուսի ընդհանուր ուսուցմունքը գիները պաշտպանեց Հիսուս։ Գիտեք քանի անգամ գիներուն ագարևորություն տվավ։ Գիշեք մի անգամ գին մփերի Հիսուսի, ասի որ բորնողության մեջ բռնվեց, պիտի քարգոծենք։
Ինչ կսես կարգոցենք։ Հիսուսը սա որ ով որ երբեք մեղք չորած անիգա թողնեդե ամենալ իրենց բոչերը զալեցին ցկեցին քացին։ Ուրեմն աս ուսուցմունքն ագտեսնենք։ Դարձյալ աս ուսուցմունքը ոչ թե միայն Հիսուս ուսուցանեց, Մաղաքիա 5 դագարանի վերջին քիրքն է։ Մալաքայ 2:15 եւ 16 հաջիս Ժակլին եթե գարտաս։ Եվ մեկը չկա, որ փոխվի արարածությունը ուներ։ Եվ այն մեկը ինչ կփնտրե, Աստծո Մաղաքիա 2:15 եւ 16։ Ներող, այո, խոսե։ Շարունակե, ուրեմն ծեր հոգին, ուրեմն սեր հոգին դժգոհություն ըրեք։ Ու ցեզմե մեկը իր երդասարտության գնոջ հետ անհավատարմությամբ չվարվի։ Այո, հաջորդ համարը։ Քանզի Իսրայելի դեր Աստված գսե թե ինքը գադե գին արձակելը։ Շնորհակալ եմ, անգլերենը գսե God says I hate divorce, անգլերենը ուղղակի ադիա գսե գոր։ Ամեն մար իր երդասարտության գնոջ հետ անհավատարմությամբ չվարվի։ Գտեսնակ ասիկա բոլոր սուփիրքի մեջ աս ուսուցմունքը կա։ Քանի որ նույնիսկ այն օրերուն դիվորսը ընթացիկ էր։ Հիմա եթե գինը կամ մարդը ամուսնալուծվին, քանի որ ամփորայականություն կա, դարբեր պատճառներ կան։ Սուփիրքը ինչ կուսուցանե remarrying, նորեն ամուսնանալու մասին։ Ինչ կուսուցանե Հռոմայացիս 7:2, եթե գարտած ճանմեզի սալպի, Հռոմայացիս 7:2։ Հռոմայացիս 7:2, նայեք ինչ կսես սուփիրքը։ Հռոմայացիս 7:2 կներեք մեկ բարգյան։ Այո։ It's okay. Jacqueline դու գարտա, նաշունի։ Դու գարտա։ Okay. 7:2. Հռոմայացիս 7:2։ Այո։ Վասնզի այլ ունեցող լինի իր ողջ էրգանը կապված է օրենքով, բայց եթե այրը մերնի, արձակված է էրգանը օրենք։ Այո, շնորհակալ եմ։ Եթե մեգումը ամուսինը մերնի, երիտասարդ է գնանորեն ամուսնանալու մեջ սխալպամը չի գա։ Եթե անփարայականության պատճառ մը կա, կամ լքումի պատճառ մը կա, եւ բաժնված են, մանավանդ ատբարակային, որ սեբեք թե ամուսնանալին յետքը մեկը գաբաշխարը մյուսը հագարագություն գնե եւ այդ լքումը գլա, այն ադեն նորեն ամուսնանալու այդ իրավասությունը դված է սուփիրքը։ Ուրեմն քույրեր, այսօրվա մեր մարդահրավերը challenge-ը ան է, որ մենք մեր զավակներուն եւ թորնիկներուն համար աղոթենք եւ իրենց խրադենք, եթե անշուշտ մտի գնեն մեզի։ Բայց երբ որ մենք աղոթենք եւ զունգի գոկանք եւ լուրջ ենք Աստծո հետ, Աստված անպայման կլսե մեր աղոթները։ Գահավադաս տուն, գահավադաս որ աղոթները կլսե Աստված եւ կպատասխանե։ Եվ պիտի բայկարենք մենք։ Մեր աղոթները անանք բաց թութակային կոծաղոթներ չեն։ Եթե անան գլա Արաստաղեն վերջել էր, բայց եթե սրդանց բոլոր օքիով մենք Աստծո զունգերուն կպատվենք, Աստված անպայման պիտի լսե։ Այսօրվա ճիշտ այդպես։ Այսօրվա դիվորսներու մեծ դոգոսը գիտեք ինչու գլա։ Անհավատարմություն ինչպես քիչ առաջ սիրո բագաս ալ չեմ հետաքրքրված քեզմով ալ ես քեզի չեմ սիրեր ասի պատճառ է երկրորդ նյութական բայկար երկուքը կաշխատին ասկարնեն անգարնեն վակեյշնի գերտան հոս գերտան բարտկերու դակ կմտնեն օբիդի վճարե անհամաձայնությունը ասի երկրորդ պատճառն է երրորդ իրավունք չեն գնալ հանգիստ խոսին communication չի գա այսինքն բաց խոսակցություն չի գա հանգիստ չեն գնալ արդայդվին ադիգալ պատճառ է եւ ուրիշ բամնա ճշմարտաբար մամաները կամ բաբաները մեջ կգտնեն գախարդվի պատմություն մագարտացի երիտասարդ զույգը դողուն մամային դունը գերտան եւ բեբեկ ունեն մեկած ժամը 7:00 հարսը բեբեկը անգոն բիթուն է որ բարգի դողուն մաման շուտով չէ գսե մենք քանի անգամ հոսեք որ գսե ճոճոխտվեք սիրենք բայց ադի ինքը բանի թրեր է օրենքի թրեր է իր ճոճոխը գիտեք պիտի բարգեցնե ինչ որ է հարսը պերանը չի բանար Գեսուր մաման գարներ ճոճոխը պիտի սիրե աս ամբիդնե անշուշտ քիշերը չի բարգիրած երեխան եւ մարդը գսկա որ գինը ներվեցավիտ մե գսե ինչ ունիս գսե որ հարսը երեխային մաման ով է գսե ես եմ կամ մամա դե մարդը բայց իմաստուն լահոր
Եվ հաջորդ օրը մաման նույն բանը գնե, Մարտա այս անգամ մորը գետակցե մամ, ներողություն, բզդիգին քնանալու ժամը եկած է, հիմա պետք է ցկենք, որ իմ դիգինս ինչպես որ վարժեցուցած է ածեվը բզդիգը բարգեցնե։ Ասում բզդիգ բաներ են, բայց եթե չի խոսվի, Քորքին դագը հրվի, այդ գնգան սդի մեջ կմեծնա օրմնա գբայթի։ Անորամար քույրեր, որպես կեսուր մամաներ, որպես մամաներ, ադեններ լուր պիտի գենանք։ Շատ բաներ պիտի տեսնես, որ հարսը կամ աղջիկը սխալ գնեգոր, բայց խոսիլ իմաստություն չէ։ Աղոտ է։ Առաջին բան որ պիտի դնես աղոտ է։ Երբ որ իրենք քեզ հարցնեն, անշուշտ կխոսիս, անշուշտ ուղղություն մտած։ Պատմությունով ուզեմ վերջացնել։ Եվ ասի իրական բաղություն է, և ասի ինձ հետ պատահած է, ասկես դարիներ առաջ պատահեցա, քոն 10 տարի են ավելի է։ Զույգ մգար, խոսք Թորոնտոյի մեջ չէ, շատ սիրով էին իրարու հետ, նույնիսկ գինը գսերը, որ եթե ես իմ ամուսինս 1000 գնգա մեջն edem, գիտեմ, որ աչքը մեգումը չի թներ, ինձ ատկան գսիր է։ Ադորամար գսեմ, որ շատ ինքնավստահ չլանք սիրով զույգերու համար, չես գիտեր օրերը ինչ կբեր է։ Օրին մեկը, ասգինը շատ խուժաբով ինձ հերացան գփանագոր։ Չես սկրնար հավատալ։ Մարդս ուրիշի հետ է։ Ասի դու ամուսինդ այ։ Եվ գիտեք քանի անգամ ասկին ինձ հերացանի վրա գբորա գանչե, թե ինձի, թե ամուսինիս երկուքս հերացաններով աղոթներ, առանց կենալու մեսեջներ, բորալ գանչելներ, հանդարտեցնել իրեն 2 տարի դևեց ասիգա։ 2 տարի։ Okay։ Բայց ես իրեն քաչալերեցի, եսի որ մի ցկեր։ Իրավունք ունիս, մի ցկեր բայց։ Վստահիր, Աստծո հուսա։ Եվ ինքը ինձ ասա, որ շատ ադեն, երբ որ դու առանցին էր բորալով գաղութեի ասա։ Օթոյի մեջ քշածադենս բորալով գաղութեի, մարդիկ ինձ գսեին, որ քեզի տեսակ, որ քշածադեն այդ կխոսիս կոր, մեկ օթոյի մեջ ոչ մեկը չի գա։ Բորալով աղոթեցի, գանչեցի, Աստծո ձունգերուն պատտվեցա։ Աստված դեսա, որ ասա ինձ խոնարեցուց։ Ինձի ձունգի փերավ, որ ես միան իր մեկ ախյալը լամ, Աստված ինչպես ըրավ չրավ, ազգինը այդ մարդուն կյանքեն հանեց և մարդի հետ իրեն դարձավ։ Ասի իրական կյանքի պատմություն է։ 10 տարին ավելի պատահած է։ Այսինքն, ասի ինչու գսեմ, գա ադեններ, որ ամփարայողանություն եղավ, և իրավունք ուներ ասկինը ամուսինը ցկելու, չի ցկեց, համբերեց, բայց այդ 2 տարին nightmare ապրեցավ, այսինքն ահավոր թժող կապրեցավ։ Բայց ինձ եսա, որ եթե դուք իմ կողքից չի գնայիք, չէի գնար դողան ասավ։ Եվ ասի բաները, որ ամեն մեկ չես կնար խոսի։ Ես ալսի, որ շնորհակալ եմ, որ վստահեցար մեզի։ Գրնայր չի վստահի, գրնայր ամեն ու ելներ, ամուսինատ խայդարա գնել։ Բայց իր ընտանիքը, քանի որ զավակ ունի, իր ընտանիքը բահելու համար ասավ, որ միան պիտի աղաղակեմ Աստծո։ Ուրեմն քույրեր, այսօրվա մեր մարդը հարավերը ասնյութը, որ մենք չենք սիրել խոսիմ, և օրը նոր, լուրերը նոր, և չսպասած դեղերետ կպատայի գոր, Աստված մեզի իմաստուն մայրերն է, իմաստուն գեսուր մայրեր, իմաստուն մեծ մայրերն է, քանի որ ասի, որ սատանան գահարցագի գոր, աչ սաղ չի նայր գոր, էչ հոգևոր է, բատվելի է, ասկանդարվա հավատացյալ է, 20 տարեկան է, 50, 70, 80, հետ չի նայր գոր, գահարցագի գոր, մենք միան աղոտքով իրիթի մակրավենք, աղոտենք կալիքսերներուն համար և կիտնանք, որ բայկարը խիստ է, բայց հաղթական ենք տերոջմով։ Այս ամեն բաներում մեջ ալ ավելի հաղթող գնե, անով որ մեզ սիրեց, վստահենք մենք իրեն, վստահենք, քանի որ բայկարը զորավոր է, բայց հաղթությունը մերն է, գա բայկար, բիդի բադերազմինք, բայց կիտնանք, որ հաղթական ենք։ Գա բարականեր անշուշտ, որ երբեմն ամուսնալուզուն գլագոր, reconciliation չլարգոր, բայց շատ ալ բարականեր գա, որ երբ որ մեկը, պարտիները մեկը գդոգա գոր, գվստահի գոր, գամպերը գոր, Աստված ետ կդարձնե գոր։ Անշուշտ հիմա բարականեր ալգան, որ սեպեկտե մեկը ամուսնալուծված է և երկրորդ ամուսնությունը արած է, հիմա ասելը, որ բիդի երկրորդ ամուսնությունը կագի առաջինին երթա ոչ, քանի որ հիմա կվա ամուսնությունը Աստծո ծրագիրն է։ Շատ նուրբ նյութ մնե ասիգա, և ամեն բարակա մեկ ու մյուսին չի նման իր քույրեր, անորամար մեր բարդականությունը աղոթել, սիրով նեցուկ կենալ, ով որ ինչ վիճակի մեջ է որ կանցնի գոր,
եւ պաշտպանել մեր երդասարդ զույգերը, ընտանիքները, որ ընտանիք չքակվի։ Ամեն։ Դերը Ապոլլոսալ պահպանե եւ պաշտպանե։ Ամեն։